Փարքներդեհին Եվս մի երկու դիտարկում եւ վերջում մի եզրահանգում Ով կարող է հիշել Հայաստանի պատմության մեջ առհասարակ Եղել է մեկը, որի հետ ճաշկերույթ կազմակերպելու համար փող գանձվի կամ հերթեր առաջանան Դա կլինի տղամարդ թե կին Կարող եք հիշել Ես գիտեմ, որ անգամ լեգենդար Շարլ Ազնավուրը, որ գալիս էր Հայաստան, նրա հետ շփվելու, ընտրելու համար որից մեկը չէր վճարում, ոչ էլ գին էր սահմանված։ Ինչն է պատճառը, որ Աննայի հետ ճաշելը այսպես թանկ, ոչ միայն թանկ, նաև հերթեր է առաջացնում։ Մի քանի միլիոն դրամ կամ 1.5 միլիոն դրամ վճարի Աննայի հետ վայելի նույն սեղանին նստելու բերկրանքը ճակերտների մեջ։ Դուք հիշում եք 10 տարի առաջ, որից եմ մեկը Աննայի համար հերթ կկանգներ կամ կվճարեր։ Հիշում եք այդպիսի բան։ Օրինակ ես չեմ հիշում։ Միգուցե Աննան Վարշավի ծառայությունից օգտվելու փող չուներ, մազերը գզգզված էր։ Միգուցե Աննան հյուրընկալ պատեր չուներ, որովհետև այդ պատերը սևագրի թղթի տեղ օգտագործել էին երեխաները։ Տեսնում ենք, չէ՞, այդ տեսանյութերը, այդ լուսանկարները։ Բայց հիմա ինչ փոխվեց Աննայի մեջ, որ ինքը հագնում է թանկարժեք հագուստ, որը կանացի գեղեցիկ մարմնի այն ցայտուն երևացող հատվածները անգամ մերկ կտորներով ցուցադրող, գրգռող, գայթակղող հագուստներով մարդկանց հրավիրում է հրավիրելն է ճակերտների մեջ։ Ես գիտեմ դա ինչ է։ Ճաշկերույթի։ Եվ այս ամեն ինչը արվում է կառավարությանը պատկանող սրահներում, որտեղ ընդունում են օտար երկրյա կամ բարձրաստիճան հյուրերի կամ արժանավոր մարդկանց։ Մեր կառավարությանը պատկանող սրահները ամբողջությամբ տնօրինում են Աննան ու Նիկոլը։ Իրենց տանպես։ Եվ աշխատում են ամեն ինչից փող շինել։ Սրանց ոսկորը այնքան ծակ է, որ լցնում են ու չեն գիտակցում, էլի չափը ձևը, որ կարող է դա, ասենք, ողբերգական լինի ոչ միայն պետության համար, այլ նաև իրենց համար, իրենց ընտանիքի համար։ Չկա այդ գիտակցումը։ Հիմա դառնա մի երևույթի։ Տեսանյութ կա, չէ, որ Արցախից մեքենաներով, երբ որ զինաթափեցին Արցախում տեղակայված հայկական զորքերին, ժողովուրդը մնաց անպաշտպան եւ մարդիկ փախնում են Արցախից։ Եվ այնտեղ մեկը տեսանյութում նկարել է, ասում է, արա լտես, տեսանյութի բառերով ասում է, $2 միլիոն մեքենաներով են փախնում։ Օրինակ, ես չգիտեմ, $2 միլիոն մեքենա կար Արցախում կամ առհասարակ այդպիսի մեքենա։ Լավ, ասենք $200,000 մեքենա է։ Ինչ է ողջ Արցախի ամբողջ բնակչությունը այդ մեքենայով էր փախնում։ Երբ որ դու մի քանի տասնյակ $200,000 կարող է մեքենա կա, չեմ էլ զարմանում, որովհետև Արցախահայության մեջ էլ Կրեմլի ծառաները շատ են եղել եւ թալանչիները ծրագրված, որպեսզի միշտ թույլ լինի Հայաստանը, խոցելի լինի, որ այսօր ինչ-որ մեկ էլ կանգնի ամբողջ Արցախահայությանը նույնականացնի այդ թալանչիների հետ։ Եվ հիմնականում սա տարածում է նիկոլական աղբը, այսպիսի տեսանյութ եւ ասում է, տեսեք, Արցախից փախնում են, այսինչ գնի մեքենաներով։ Չեն ասում, այսինչ գնի մեքենա մի քանի հատ ենք տեսել, բայց այն որ վազ 2106-ով փախնող մարդ կա, դրանց շարքին է պատկանում ավտոմատ։ Այսինքն ցանկություն կա Արցախահային ոտից գլուխ վարկաբեկելու։ Ասած իրենք պորտաբույս կյանքով են ապրել, թալանել են Հայաստանը, հիմա էլ բացահայտվեց։ Բա այդ Ռոբերտին չէիք տեսնում, Սերժիկին չէիք տեսնում։ Լավ են Արայիկին չէիք տեսնում, երբ որ նախագահ էիք կարգում։ Չնայած ես ասեմ, միամիտ չեմ, Արցախում ճիշտ է ռուսական զինվոր մինչև 44 օրյա պատերազմը չի եղել, ռուսի զինվորի ոտք չի եղել, բայց Արցախում ամեն ինչ որոշվել է Կրեմլում, Արցախի հետ կապված։ Եվ այդ Արայիկը Արցախի թիվ 1 հարուստ տղեն, որ այսօր նիկոլական աղբը, այսպես քննադատում է Արցախի այդ թալանչիներին ու նույնականացնում ամբողջ ժողովրդի հետ։ Իմ ցավը հենց այս նույնականացման խնդիրն է։ Լավ է Նիկոլը չէր տենում այդ Արայիկին, որ նախագահի այդ թեկնածությունը, որ առաջադրել այսպես կոչված Արցախի աջակցում էր։
Ճիշտ է, դա էլի Նիկոլի աջակցությունը չէր, դա Կրեմլի պարտադրանք էր, Նիկոլ ուղղակի պետք է խաղար այդ խաղը։ Այդ 2 միլիոնանոց դոլարի մեքենան Արայիկը չուներ, որ Նիկոլը աջակցում էր։ Նիկոլական խեղ կատակ ասեմ, թե ողորմելի ասեմ, որ դուք այդպես ոգևորված այդ կադրերը ցույց եք տալ եւ ամբողջ Արցախահայությանը փորձում եք վարկաբեկել։ Հասկանում եք դուք ինչ եք անում։ Կամ տեսել եք Նիկոլը ինչպես է ապրում։ Տեսել եք ձեր Նիկոլը ինչպես է ապրում։ Դա չի զիջում ձեր Ատելի Քոչարյանին, Սերժիկին, դու հենց նրանք են զիջում արդեն։ Որովհետև սա անսահման լկտյուրաբար, իսկապես սրա ոսկորը շատ ծակ է։ Այդտեղ այնքան ես լցնում մի կողմից էլ երևի դուրս է թափում արդեն։ Այդ կարգի անկուշտ է։ Եվ իր նախ ասած են տուգանքի մատերիալ հայ ժողովուրդը, մենք ամեն օր տեսնում ենք, որ մի նոր վարչական տուգանքի չափ ավելացել է կամ մի նոր մեթոդ է ավելացել մարդկանց վարչական տուգանքի ենթարկելու։ Այսինքն անընդհատ հալածում են ժողովուրդին, խեղճացնում, ունեզրկում, բարոյազրկում, մարդու իրավունքների ոտնահարում է, երբ որ դու ամեն ինչ ուզում ես տեսնել մարդու շարժուձևի մեջ, ամեն ինչ ուզում ես տեսնել, դա մարդու իրավունքների խախտում է, բայց սրանք անամոթաբար անում են։ Եվ ամենակարևոր իմ դիտարկումը, որ ասեցի պետք է եւ կարևոր դիտարկում անեմ։ Հարց։ Լավ, բորբոքվում է իսկապես հանրությունը, որը իսկապես հղի է Նիկոլի համար վտանգներով։ Լավ, ինչու չի կանգնում։ Ինչու չի կանգնում իր բացասական որոշումներով, մեթոդներով ժողովրդին ճնշելու process-ից։ Արդյոք չի գիտակցում, թե սրանք խաղի կանոնները արդեն մշակել են ու գիտեն, որից հետո ինչ են անելու։ Արդյոք սրանք մտածում են, որ ժողովուրդը մի անգամ փողոց դուրս գա եւ հիմա էլ ժողովրդին ջարդեն, անխնա մարտի 1-ից ավելի 10 նապատիկ ավելի զոր ուժեղ հարված հասցնեն ժողովրդին, որ ժողովուրդն էլ կոտրվի։ Իրենց պատկերացման բանակը կոտրել են հերթը ժողովրդինն է։ Միգուցե գրգռում են, որ իսկապես իրենք պատրաստված են, որ այդ ժողովրդին դիմավորեն, որին մենք չենք տիրապետում, միգուցե, որովհետև ինքն արդեն համապատասխան ոստիկանական զորախմբեր ունի եւ զինված են։ Եվ ինքը կարողացել է կարգել դրանց գլխին սպաներ, որոնք ընդունակ են մարդկանց վրա կրակելու։ Ես սա չեմ ասում, որ ապստամբության հեղափոխության հանգարց փորձ չանենք, կապ չունի։ Պետք է արվի, պետք է ապստամբել, պետք է զենքով ապստամբել, արդեն բանը հասել է դրան։ Բայց իմ մոտ հարց է առաջանում, ո՞նց կարող է մարդը զգա, որ իր վերջը մոտենում է, բայց ինքը շարունակ ժողովրդին գրգռի իր դեմ։ Ուրեմն իրենք պատրաստ են կրակելու։ Այս դրա մասին պետք է մտածել ու գործողություններ անել, համապատասխան։ Պետք է սրանց զինաթափել։ Պետք է սրանց ուղղակի էլ չներել ոչ մի տեղ, ոչ մի կերպ։ Իսկ դու Նիկոլ աղբ, ոտքի տակ չընկնես, չես ներվելու դու։ Մնաք խաղաղությամբ։